Բարև ձեզ հարգելի բարեկամներ, առողջություն բոլորիդ, շարունակում ենք մեր հաղորդատվության շարքը։ Այսօր ուզում եմ ձեզ մի երկու խորհուրդներ տամ, որը վերաբերվում են միզապարկի բորբոքմանը, ցիստիտին։ Ցիստիտը բավականին կպչուն հիվանդություն է եւ հատկապես լինում է մեծ մասամբ կանանց մոտ եւ որոշ դեպքերում բավականին դժվար բուժվում է ցիստիտը եւ անհանգստություն է պատճառում տվյալ հիվանդին։ Խնդրում եմ գրանցվեք, տարածեք, հավանեք մեր հաղորդումները, մենք արդեն մոտենում ենք 50,000-ի շեմին, հարգելի բարեկամներ, ուրեմն ցիստիտի համար վերցնում եք 1 ճաշի գթալ մանրացված չիստատելը դա կանթեղախոտն է, կամ ծիծեռնախոտը մանրացած վիճակում չոր, խառնում եք դրան 2 ճաշի գթալ եգիպտացորենի չոր մազիկներ, եթե մազիկները չոր են, ապա այսպես ձեռքով կարող եք փշրել եւ նոր ճաշի գթալով վերցնել, եթե մի քիչ խոնավ են, կարող եք մկրատով կտրատել եւ ավելացնում եք եւս 2 ճաշի գթալ կեչու տերևներ, կեչին դա բերիոզան է, կեչու մանրացած տերևներ, բոլորը խառնում եք իրար եւ 3 ճաշի գթալ լցնում եք կես լիտր եղրման ջրի մեջ, դանդաղ եփում եք 10 րոպե, կթողեք կսառի, կքամեք եւ կխմեք 50 մլ օրը 4 անգամ ուտելուց առաջ։ Հարգելի բարեկամներ, լավ արդյունավետ է նաեւ ցիստիտի ժամանակ միզապարկի բորբոքման վերցնում եք 1 ճաշի գթալ մեղր ոչ շատ լիքը լցնում եք միզապարկի շրջանին, եթե այնտեղ կա մազային ծածկույթ, ապա կարող եք սափրել, մաքրել եւ այդ մեղրը ձեռքերով լավ մերսում եք այդ շրջանը մատերով, լավ մերսում եք մինչեւ ցայլային սիմֆիզը, այդ կցոնը ցայլային, վրայից դնում եք մի մամլատ եւ սրբիչով կամ շալով, գլխաշորով քննելուց առաջ փաթաթում եք եւ քնում եք։ Մի քանի անգամ կատարելուց հետո դուք կզգաք թեթևություն, իսկ այդ թուրմը կխմեք գոնե 2-3 շաբաթ, որովհետեւ միզապարկը բավականին համառ է բուժման տեսակետից։ Ուզում եմ ձեզ եւս մեկ խորհուրդ տամ աթերոսկլերոզը կանխարգելելու համար, աթերոսկլերոզի ժամանակ բոլոր երակները, այրան բոլոր անոթները ընդգրկվում են գործընթացի մեջ, այսինքն աթերոսկլերոզը հանդիսանում է հեռու բոլորից ինֆարկտի, ինսուլտի, սրտի իշեմիկ հիվանդության, արյունազեղումների եւ տրոմբոֆլեբիտների պատճառ։ Հետևաբար կանխարգելելու համար վերցնում եք սև բողոք, թարմ սև բողոքը հյութը հանում եք եւ խմում եք ընդամենը օրվա մեջ 1 թեյի գթալ 3 անգամ քաղցած վիճակում։ Տեսնում եք ինչքան հեշտ է։ 20 օր խմելուց հետո կարող եք դադար տալ եւ կարող եք տարվա մեջ կրկնել մի 4-5 անգամ ընդմիջումներ տալով, այնպես որ ոչ մի, այսպես ասած, դժվարություն չի ներկայացնում եւ շատ օգտակար է։ Գրեք ձեր կոմենտները, ես սիրով կարդում եմ, պատասխանում եմ, տեղեկատվության եւ բուժման համար դիմում եք Պուշկինի 38, ինչ որ ես ձեզ ասում եմ գրված է իմ գրքերում, իմ գրքերը դուք տեսել եք, այսօր չեմ ներկայացնում գրքերը, մյուս անգամ կներկայացնենք, ցտեսություն, մի շնորհ հանդիպում։